Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր սրտերը։ Կյանքը նման է մի գրքի, որի ամենահետաքրքիր գլուխները երբեմն սկսվում են այնտեղ, որտեղ դու արդեն պատրաստվում էիր գրել վերջաբան բառը։ Ես Անահիտն եմ։ Իմ 40 տարիների մեծ մասը ես նվիրել էի աշխատանքին, կարիերային և ծնողներիս խնամքին։ Ընկերուհիներս վաղուց ամուսնացել էին, երեխաներ մեծացրել, իսկ ես ամեն երեկո վերադառնում էի մի դատարկ բնակարան, որտեղ միայն պատերի լռությունն էր ինձ դիմավորում։ Երբ հանդիպեցի Արմենին, կարծես աշխարհը գույն ստացավ։ Նա 50 տարեկան էր, հանդարտ, աչքերում մի տեսակ թաքնված ցավով, բայց շատ ամուր բնավորությամբ։ Նա ինձ չէր խոստանում աստղեր երկնքից, նա պարզապես ասաց. «Անահիտ, ես ուզում եմ, որ դու լինես իմ տան լույսը»։ Արմենն այրի էր, նրա կինը մահացել էր տարիներ առաջ, և նա միայնակ էր մեծացրել իր որդուն՝ Դավթին։ Երբ մենք որոշեցինք փսակադրվել, ես գիտեի, որ մտնում եմ մի ընտանիք, որտեղ հիշողությունները դեռ թարմ են, իսկ 18 տարեկան տղայի համար խորթ մայր ընդունելը կարող է դառնալ իսկական փորձություն։ Հարսանիքից հետո ես տեղափոխվեցի նրանց մեծ, բայց ինչ-որ տեղ մռայլ տունը։ Առաջին իսկ օրվանից ես զգացի Դավթի ներկայությունը որպես մի անտեսանելի պատ։ Նա բարձրահասակ էր, մուգ աչքերով, որոնք միշտ խուսափում էին իմ հայացքից։ Ամեն առավոտ ես փորձում էի ջերմություն բերել այդ տուն։ Թխում էի գաթա, պատրաստում էի հայկական ավանդական ճաշեր, որոնց բույրը պետք է հալեցներ սառույցը։ Բայց Դավիթը գալիս էր խոհանոց, արագ ուտում էր, շնորհակալություն հայտնում ցածրաձայն ու անհետանում իր սենյակում։ Նա երբեք չէր բողոքում, չէր կոպտում, բայց այդ քաղաքավարի սառնությունը սպանում էր ինձ։ Արմենը փորձում էր հարթել իրավիճակը։ «Անահիտ ջան, մի նեղացիր նրանից, նա մորն է շատ նման, ամեն ինչ ներսում է պահում, ժամանակ է պետք»։ Բայց ես զգում էի, որ Դավիթն ինձ պարզապես չէր դիտարկում որպես հոր նոր կին։ Նա ինձ նայում էր այնպես, կարծես ես մի հանելուկ լինեի, որն ինքը չէր կարողանում լուծել։ Անցել էր մեր ամուսնությունից 3 ամիս։ Մի շաբաթ օր Արմենին շտապ կանչեցին աշխատանքի, քաղաքից դուրս։ Մենք տանը մնացինք երկուսով։ Օրը մռայլ էր, անձրև էր գալիս, ինչն ավելի էր ծանրացնում տան մթնոլորտը։ Ես իմ սենյակում էի, փորձում էի կարդալ, բայց մտքերս ցրված էին։ Հանկարծ լսեցի ծանր քայլեր միջանցքում։ Դրանք կանգ առան իմ դռան մոտ։ Սիրտս սկսեց արագ բաբախել։ Դուռը կամաց բացվեց, և Դավիթը ներս մտավ։ Նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որը ես նախկինում չէի տեսել։ Այդտեղ թե վախ կար, թե վճռականություն։ Նա հետ դարձավ, դանդաղ փակեց դուռը և պտտեց բանալին։ Կողպեքի ձայնը հնչեց որպես կրակոց։ Ես վեր թռա տեղիցս։ «Դավիթ, ինչ ես անում, ինչու փակեցիր դուռը»։ Նա չմոտեցավ ինձ, նա մնաց դռան մոտ կանգնած, ձեռքերը բռնուց քարած։ «Մի վախեցեք», ասաց նա ցածր, խռպոտ ձայնով։ «Ես պարզապես չեմ ուզում, որ մեզ խանգարեն։ Ես չեմ ուզում, որ հայրս հանկարծ վերադառնա ու լսի այն, ինչ պիտի ասեմ»։ «Դու կարող էիր պարզապես խոսել ինձ հետ, Դավիթ, ինչու այս ամենը»։ Հարցրի ես, թեև ձեռքերս դողում էին։ Դավիթը մոտեցավ սեղանին, որի վրա իմ ու Արմենի հարսանեկան լուսանկարն էր։ Նա վերցրեց այն, նայեց ու դառը ժպտաց։ «Դուք կարծում եք, որ հայրս ձեզ սիրում է»։ Հարցրեց նա ուղիղ նայելով աչքերիս։ «Իհարկե, Դավիթ, մենք ընտանիք ենք ստեղծել»։ «Ոչ», ընդհատեց նա, «հայրս չի կարողանում սիրել։ Նա պարզապես չի կարողանում մենակ մնալ իր մեղքի հետ»։ Ես քարացա։ Դավիթը գրպանից հանեց մի փոքրիկ տետր ու մի հին լուսանկար։ Լուսանկարում նրա մայրն էր, Մարիամը։ Ես ցնցվեցի։ Նմանությունն ինձ հետ ապշեցուցիչ էր։ Նույն դիմագծերը,
նույն մազերի գույնը, նույնիսկ այն փոքրիկ խալը, որն ունեի պարանոցից ձախ կողմում։ Հայրս միշտ մեղադրել է իրեն մորս մահվան համար, շարունակեց Դավիթը, եւ նրա ձայնը սկսեց դողալ։ Նրանք վիճել էին այդ օրը, եւ մայրս դուրս էր եկել տնից, այն վթարը։ Հայրս տարիներ շարունակ փնտրում էր մեկին, ով կլրացնի այդ դատարկությունը։ Ոչ թե նոր մարդու, այլ հենց նրան։ Ու երբ նա հանդիպեց ձեզ, նա չտեսավ Անահիտին։ Նա տեսավ Մարիամին, ում հնարավորություն ունի փրկելու այս անգամ։ Ես նստեցի մահճակալին, զգալով, թե ինչպես է օդը պակասում սենյակում։ Այսինքն, իմ ամբողջ երջանկությունը պարզապես մի պատրանք էր։ Ես ընդամենը հիշողության կրկնօրինակ էի։ Իսկ ինչու ես սա հիմա ասում ինձ, Դավիթ, հարցրի ես արցունքներս զսպելով։ Որովհետև ես տեսնում եմ, թե դուք ինչպես եք չարչարվում այս տանը։ Նա վերջապես մոտեցավ ու նստեց կողքիս, բայց հեռավորության վրա։ Ես սկզբում ատում էի ձեզ, որովհետև դուք ինձ հիշեցնում էիք այն ամենը, ինչ ես կորցրել եմ։ Բայց հետո տեսա, թե ինչպես եք դուք խնամում հորս, ինչպես եք փորձում ինձ հետ լեզու գտնել։ Դուք իսկական եք, Անահիտ։ Դուք մայրս չեք։ Դուք ավելի լավն եք, որովհետև դուք կենդանի եք ու ձեր սիրտը բաց է։ Ես չեմ ուզում, որ դուք ապրեք այս ստի մեջ։ Հայրս պետք է սիրի ձեզ ձեր տեսակի համար, այլ ոչ թե նրա համար, որ դուք նման եք մեկ ուրիշին։ Այդ պահին ես հասկացա, թե ինչու էր նա կողպել դուռը։ Դա ոչ թե ագրեսիա էր, այլ պաշտպանություն։ Նա պաշտպանում էր ինձ եւ իրեն հոր հնարավոր միջամտությունից։ Այդ 18 տարեկան տղան ավելի հասուն գտնվեց, քան մենք բոլորս։ Ես վերցրի նրա ձեռքը։ Այն սառն էր, բայց ես զգում էի նրա ուժը։ Շնորհակալ եմ, Դավիթ։ Շնորհակալ եմ, որ բացեցիր աչքերս։ Բայց գիտես, գուցե Արմենը սկզբում իսկապես այդպես է մտածել։ Բայց ես հավատում եմ, որ ժամանակի հետ նա կտեսնի հենց ինձ։ Իսկ եթե ոչ, գոնե ես հիմա գիտեմ ճշմարտությունը։ Այդ օրը մենք երկար խոսեցինք։ Դավիթը պատմեց իր մոր մասին, իր մանկության մասին, իսկ ես պատմեցի իմ վախերի մասին։ Երբ նա բացեց դուռն ու դուրս եկավ սենյակից, դա արդեն այն լռության պատը չէր։ Դա մի նոր սկիզբ էր։ Երբ Արմենը տուն եկավ, ես նայեցի նրան նոր աչքերով։ Ես տեսա նրա տագնապը, նրա փորձերը լինել կատարյալ ամուսին, որպեսզի քավի անցյալի մեղքերը։ Ես չբաժանվեցի նրանից։ Ընդհակառակը, ես որոշեցի մնալ եւ օգնել նրան դուրս գալ այդ ստվերից։ Անցել են տարիներ։ Ես ու Դավիթը դարձանք ամենամոտ մարդիկ։ Նա ինձ համար որդի դարձավ, ում ես երբեք չէի ունեցել, իսկ ես նրա համար դարձա այն հենարանը, որն օգնեց նրան հաշտվել անցյալի հետ։ Ես 40 տարեկանում ամուսնացա մի տղամարդու հետ, ով փնտրում էր իր անցյալը, բայց գտա մի որդի, ով ինձ տվեց ապագա։ Կյանքը բարդ է, բայց երբեմն պետք է կողպել դուռը, որպեսզի ներսում գտնես այն լույսը, որը կցրի բոլոր ստվերները։